Մենք հիմա գտնվում ենք Սևանի հոգեկան առողջության կենտրոնում։ Շինությունը կառուցված է 1954 թվականին։ Շենքերը կառուցված են այն ժամանակ պահվող գերմանացի գերիների կողմից։ Մինչև հիմա շահագործվում են այդ շինությունները։ Իհարկե վերանորոգված, փոփոխված, ադապտացված ավել։ Մահճակալների քանակը Սևանի հոգեկան առողջության կենտրոնում մաքսիմալ 366 մահճակալ ունենք։ Սովորաբար լրացված են լինում ամբողջովին։ Մենք ընդհանուր առմամբ բաժանմունքներ ունենք 9, որոնցից 5-ը այս պահին կանանց համար նախատեսված բաժանմունք են, 4-ը տղամարդկանց։ Բաժանմունքներից մեկը նշածս նոր վերակառուցված բաժանմունքն է։ Կարող ենք գնալ ամբողջ տարածքով ծավալված են բաժանմունքները առանձին մասնաշենքերի ձևով։ Այսինքն կարող ենք մոտենալ։ Այո։ Համարա, հա, գերմաներեն Այո։ չէ։ I think it's hence 1954 Այո։ Այդ ժամանակից պահպանված բան գերմաներենը մնաց։ Իմ ամենօրյա շփումը հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հետ ամրապնդում է իմ համոզմունքը, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը հիմնականում չպետք է տարբերվի հոգեկան առողջության խնդիր չունեցող անձից, տարբեր ոլորտների մասին է իմ խոսքը, ոչ միայն առողջապահական, այլ նաև մնացած բոլոր եւ որ իրավունքները պետք է լինեն հավասար, որին որ ուղղված է մեր ներկա ամբողջ առողջապահական համակարգը։ Այո, սա նոր վերանորոգված, վերակառուցված, վերազինված բաժանմունք է։ Ինքը միշտ հիմնականում լինում է փակ։ Հիմա կբացեմ, մենք կմոտենանք, սա 9-րդ բաժանմունքն է։ Բարեձեզ։ Բարեձեզ։ Այստեղ խոհանոցի հատվածն է, որտեղ դրվում է ջաշը։ Մի քանի բուժարոներ ու բժիշկներ միասին մնում են։ Բժիշկներ չէ, տեսեք ձեզ ասեմ հիմա, մենք ունենք իհարկե հոգեբուժի սենյակ, բայց հոգեբուժը աշխատում է այստեղ աշխատանքային ժամերին, ոչ աշխատանքային ժամերին մենք ունենք հերթապահ բժիշկ, ով որ առանձին սենյակ ունի, այստեղ 24 ժամ մնում են այլ աշխատակիցներ, այսինքն հերթափոխով աշխատող աշխատակիցները բաժանմունքում են բուժարոների հետ միասին, այո։ Հոգեկան առողջության խնդիրներից ապահովագրված որևէ անձ չկա, այսինքն պետք է գիտակցել առաջին հերթին, որ ամոթ չէ ունենալ հոգեկան առողջության խնդիր կամ խնդիր ունեցող հարազատ։ Պետք է իմանալ, որ բոլոր մարզերը, բոլոր քաղաքները ունեն ծառայություն հոգեբուժական, ամբուլատոր ծառայություն պետպատվերի շրջանակներում, այսինքն եթե նկատում եք հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիրներ, դա կարող է դրսևորվել վարքային խանգարումների ձևով, տարատեսակ, չգիտեմ, տրամադրության տատանումների ձևով, քնի խանգարումների եւ այլն, շատ լայն է խումբը, ամեն դեպքում պետք է դիմել հոգեկան առողջության մասնագետի, կան օրինակ սինթետիկ թմրանյութերի խմբեր, որոնք ընդհանուր առաջին օգտագործումից կարող են առաջացնել հոգեկան առողջության բավականին ծանր խնդիրներ։ Բայց դուք ունեք պացիենտներ, որոնք սինթետիկից հետո եկել են, հասել են ստեղ։ Այո։ Ու ո՞նց են ունենք։ Դե բուժման արդյունքում բնականա տեղաշարժ դրական տեղաշարժ ունենք, բայց տևական ժամանակ, օրինակ տարիներ շարունակ գործածման պարագայում, նույնիսկ թմրանյութի գործածման դադարեցումը կարող է լիարժեք վերականգնման չբերի օրինակ հոգեկան առողջության, որովհետև հնարավոր են օրինակ ինտելեկտի հետ կապված խնդիրներ, հա, օրինակ հիշողության հետ կապված խնդիրներ, ուշադրության կոնցենտրացիայի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են կայուն մնալ։ Թույլատրումը բժիշկը գլխավոր հեռախոսում են։ Այո, հեռախոսներ ունեն, հեռախոսները սահմանափակված չեն,
իրենց անձնական իրերը օգտագործելու սահմանափակումները նախատեսվում են օրենքով միայն հատուկ դեպքերում, երբ որ կայվեր անեն, բան անեն։ Այո, ընդհանրապես որևէ տեսակի սահմանափակում չի գործում, ոչ հեռախոսների, ոչ համակարգչի, ոչ մի կապի որևէ միջոց սահմանափակված չի, միայն, ինչպես նշեցի, հատուկ օրենքով սահմանված դեպքերում երկու ճաշացան կա այդտեղ, մեկը հատուկ սննդակարգ, այսինքն օրինակ որևէ մարմնական առողջական խնդիր, օրինակ շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն եւ այլն սրանց արկայության պարագայում մենք այլ ճաշացանկ ենք նախատեսում։ Մենք ունենք այգեպան, ով որ զբաղվում է ջերմատան խնամքով։ Սա ջերմոցն է։ Այո, սա ջերմատունն է։ Ինչպես տեսնում եք, արդեն բերքահավաքը մեր համարյա վերջանում է։ Վարունգինը արդեն վերջացել է։ Վարունգը արդեն վերջացել է, լոլիկը դեռ բավականին ունենք։ Ոնց է մշակվում, արդյոք բուժառուները մասնակցում են մշակման գործընթացին։ Աշխատանքային թերապիայի սահմաններում, շրջանակներում, հոգեբանների մշակած անհատական ծրագրի սահմաններում, այսինքն յուրաքանչյուր բուժառու ունի իր համար մշակված անհատական, այսպես ասած, ռեաբիլիտացիոն վերականգնողական ծրագիր, որի շրջանակներում մասնակցում է ջերմատան աշխատանքներին։ Ունենք բավականին լավ արդյունքներ, հոգեկան վիճակում փոփոխության հետ կապված բավականին արդյունավետ է սա։ Ձեր մեր մշակած պամիդորներն են։ Լավ։ Պորտինամից ասել, եկել եմ այնտես գիրմատել եմ ոչինչ բաներ կա, ես սիրով ասել եմ, հանգատել եմ որ կա։ Ուզում եմ մասնակցեմ, ցած հավաք բերք ենք հավաքում քախանեն կարել մշակել ենք էլի։ Այս նորա կառուցված, այս տարածքը մի օրինակ առօրյան շատ վատ է անդրադառնում հոգեկան առողջության վիճակի վրա, դրա համար մենք շարունակաբար փորձում ենք բարելավել։ Դուք տեսաք վոլեյբոլի համար նախատեսված տարածքը բուժառուների համար տարբեր միջոցառումների, համերգների տոմսեր են ձեռք բերվում, այն բուժառուներում հոգեկան վիճակը թույլ է տալիս մասնակցում են այդ միջոցառումներին։ Վայ, պետք է մի քիչ թեթևանամ ու սովորենք, արտակետի ամենամեծ նպատակներից է։ Քսանմեկ տարի, 34 էի որ եք աստեղ։ Ինչի՞ց է հիշում եք։ Դե իմ տարօրինակ վարքը պատճառ հանդիսացավ, որ ինձ բերեն հոգեբուժարան։ Հետո ինձանից վախեցողներ կային, ես իմ տենց էլի։ Ինչեր եք նվագում, ինչ բաներ եք նվագում։ Բոլոր բազմաժանր, բոլոր տիպի երաժշտություն, եւ հայկական, եւ ջազ, եւ բլյուզ, եւ իսպանական, բազմաժանր։ Ինչի որոշեցիք նվագել։ Ես մանկուց եմ նվագում, ջութակ եմ ավարտել, 7 տարի երաժշտական դպրոց ջութակ, վիվազդի եմ նվագել։ Իսկ հիմա այստեղ համերգների մասնակցում եք։ Այո, որտեղ միջոցառում ունեմ, ես եմ նվագում։ Դու կարծում ես այդտեղ արտասկում, պատուհանից, այդ ափսոսակի խոսքերն են գլորվում, կատիլ, Լորվում են հոսում են, ապակուս թվում են ծար Այդ խոսքերը բոլոր Միակ ներող բանը այն է, որ ազատություն չունես, հետո գրաժդանսկի մարդկանց հետ չես շփվում Անդադ հիվանդներ ես տեսնում Դուք ձեզ համար ազատությունը ո՞րն է։ Ասենք այս Եվրոպայում ես ուզում եմ գնամ խանութ մի հատ պապիրոս առնեմ կամ ես ազատություն չունեմ Ուրիշ որ ազատություն լինի ինչ եք անելու, պապիրոս եք առնել։ Չէ, դե դա ես օրինակ հիմար ասեցի։ Ինչ պլաններ ունեք։ Պլաններ։ Որ դուրս գաք էլի։ Կուզենայի մի հատ բառ լիներ,
այդ բառը դասական երաժշտություն նվագեի ես, տենց։ Այո, Երևանում տես լիքը փակ։ Հա, բառ լիներ, բառում դաշնամուր դրացներ, նվագեի ես, դասական երաժշտություն։ Հասարակությունը փոխվել է։ Բավականին կարող եմ ասել, որ շատ տարբերություն ունենք, օրինակ մի քանի տարի, 5 տարի առաջ, եթե համեմատենք եւ հիմա կա հոգեկան առողջության ոլորտի վերաբերմունքի մեջ բավականին փոփոխություններ։ Իրազեկման մակարդակը հասարակության շրջանում ավելի բարձր է, քան նախկինում էր։ Վերաբերմունքը ավելի փոփոխված է, քան նախկինում էր։ Իհարկե, շարունակումը կարծրատիպերը, խարանը որոշակի, հա, դեռևս պահպանվում են, բայց ակնառու տարբերություն իհարկե կա։ Բարեձեզ։ Դավեք։ Ունենք զբոսանքի ժամ այստեղ։ Հիմա որտեղ ենք մենք։ Հիմա մենք գտնվում ենք 3-րդ բաժանմունքում, տղամարդկանց բաժանմունքը։ Սա զբոսանքի կամ ծխելու համար նախատեսված ոնց որ ժամ է, որը մենք նաև աշխատում ենք իրար հետ զուգորդել։ Դուրս են գալիս զբոսնում, օրվա մեծ մասը, քանի տաք է եղանակը, աշխատում ենք այնպես անել, որ մաքուր օդ լինի, դրսում լինի։ Հարկադիր բուժման ենթակա անձիկ ինչի համար են եկել, կոնկրետ ինչ բնույթի են։ Դե շատ տարբեր են, կատարած իրավախախտումները բավականին ծանրից մինչև թեթև մարմնական վնասվածք։ Այո, կան նաև սպանություններ։ Ոնց է նրանց հետ աշխատելը։ Շատ տարբերություն, այսպես ասեմ, չկա, որովհետև սովորական անձը, սովորական հոգեկան առողջության խնդիր ունեցող, ով գտնվելով սրացման վիճակում, կատարել է որևէ իրավախախտում։ Մեր բուժառուները շատ վստահում են կանանց, օրինակ, կարող է ոչ բուժքրոջը այդ պահին, բայց մայրապետի հետ ցանկություն ունենան զրուցելու, վստահելու, այստեղ կանանց կողմից երևի եկող ջերմությունը ավելի շատ է։ Հիմա գնում ենք ֆիզիկական զսպման համար նախատեսված սենյակ, որը, ինչպես նշեցի, առանձնացված տարածք է։ Հա, զսպումը, իրականացումը իհարկե շատ հազվադեպ մեր դեպքում ոչ եմ հիշի, վաղուց երևի կարող է 1-2 ամիս առաջ կարող է կամ չեմ հիշի հիմա ասենց շատ հաճախ չի լինում։ Դրանք վերին վերջույթների համար նախատեսված կոտիներ են, կանաչով տեսնում եք ստորին վերջույթների համար նախատեսված։ Իրան թողնում եք իստեղ։ Տեսեք, դուք սենյակը ինքը 2 հատվածից է կազմված, առանձնացված այն հատվածում եւ այստեղ։ Զսպված անձը գտնվում է այստեղ եւ իր զսպման ամբողջ ընթացքում բուժ աշխատողը անմիջականորեն կողքի սենյակից անմիջականորեն դիտարկում է վիճակը։ Այս ամբողջը իրանց բուժառուների ձեռքերի այդտենց հատվածներ են։ Պատերը փափուկ են համեմատաբար փափուկ են, այսինքն այդքան շատ տրավմատիկ։ Ինչու՞ մեկն է փոխել բառը, այրել։ Մենք ունենք բուժառու, շատ լավ նկարող, որ իր հոգեկան վիճակի արտացոլումը մենք հաճախ տեսնում ենք այդ նկարներում։ Օրինակ նկատել ենք, որ սրացման շրջաններում հոգեկան վիճակի շատ նախընտրում է մանուշակագույն երանգը։ Մենք ունեցել ենք այո բուժառու, որ նկարներին տալիս էր իր հալյուցինատոր ապրումները։